Բարև ձեզ, Ֆակտոր TV-ի հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եւ պատգամավորի տեխնացու Ծովինար Վարդանյանն է, բարև ձեզ։ Տիկին Վարդանյան, իսկ պատգամավորի տեխնացու, քանի դեռ նոր մանդատ չեք վերցրել, կլինեք նոր խորհրդանում եւ ձեզ կմիանան ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը, պատիվ ունեմ չի լինի բավականին երկար սպասեցին ընդդիմադիր ուժերը Սահմանադրական դատարանի որոշումից հետո որոշում կայացվեց, որ վերցնում են մանդատները Նարեկ Կարապետյանն ասում էր երկրում իրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է երկու գործոնի համատեղում փողոցային պայքար եւ ազգային ժողովում ընդդիմության մեծ ներկայացվածություն դա թույլ կտա հասնել իշխանափոխության իշխանական շարքերում ինչպիսի տրամադրություններ են այս ՍԴ որոշումից հետո Կարելի ասել ողջ հանրությունն էր սպասում, այսինքն Սահմանադրական դատարանի որոշմանը, այդ թվում մենք բնականաբար որպես մասնակից եւ հաղթողուժ ինչ վերաբերում է ինչ ակնկալիքներ կան, կարծում եմ այդ ակնկալիքները վաղուց էին ձևավորվել, այսինքն ես բազմիցս նշել եմ, որ վստահ էի, որ վերցնելու են մանդատները եւ այս ողջ Սահմանադրական դատարանի եւ ընտրությունների շուրջ աղմուկը զուտ կարելի ասել բուրըն գործունեության իմիտացիա էր, որից հետո պետք է վերցնեին մանդատները եւ այդ մանդատների վերցնելն էլ դեռ բանանեն ինչ որ շատ ծանր որոշում են կայացրել գնալ դժվար ճանապարհով եւ վերցնել մանդատները հեսա իսկ երբ ասում եմ երկու գործիք պետք է նշենք հետեւյալը որ այս պահին քաղաքացիական պայմանագիրը ստացել է ձայների մեծամասնությունը եւ նաեւ բոլոր այն հանգամանքները հաշվի առնելով քարոզարշավի ընթացքում նախընտրական այսինքն հանգամանքները եւ այն տեսանյութերը որտեղ ընտրակաշառքների քաղաքացիներին մասնակցության բերելու մասով այդ բոլոր տեսանյութերը եւ փաստերը հաշվի առնելով ակնհայտ է որ փողոց գեներացնել այս պահին որևէ կերպ չի կարող ընդդիմություն, այսինքն դա նույնիսկ իրենց հետընտրական հանդիպումը հանրահավաք որի անունն էլ սկզբում հայտարարեցին, որ ուժեղ հանրահավաք է լինելու, եթե հիշում եք Սամվել Կարապետյանը չի հայտարարել անձամբ, որ հեսա հանրահավաք են կանելու։ Նույնիսկ այդ իրենց այսպես կոչված հանրահավաքը տեղի ունեցավ կրկեսի դահլիճում, որովհետև անհնար էր փողոց լցնել հաշվի առնելով այն բոլոր մեթոդները, որոնցով իրենք կարողացել էին, այսպես ասած, այդ ձայները ստանալ։ Դուք ընտրակաշառքն եք, չէ՞, բանալու։ Իհարկե։ Բայց ինչու դուք չվիճարկեցիք նրանց մանդատները։ Մեր վիճարկելու հարցը կանգնած էր ճիշտն ասած նախընտրական նույնիսկ շրջանում, այսինքն երբ տեղի ունեցավ այն գլխավոր բանավեճը, որտեղ վարչապետն էր մասնակցում եւ այնտեղ էլ հենց հնչեց այդ պատասխանը, որ եթե մենք դա վիճարկենք, ստացվել է, այսինքն ընտրակաշառքների հարցով մենք դիմենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, բնական բանա լինելու, այսինքն միանգամից խոսելու են բռնաճնշումների եւ այլնի մասին, ինչն էլ այսպես թե այնպես չնայած տեղի ունեցավ եւ կար ուժ որ դիմեց հա այդ հարցով եւ մենք ունեցանք այն արդյունքը ինչ ունեցանք։ Եվ ասեմ ավելին, մենք շատ պատասխանատու ենք մոտենում այն 728,000 քաղաքացիների տված ձայներին եւ մենք պատրաստվում ենք այն օրակարգը, որը որ մեզ թույլ է տվել ստանալ այդ ձայները, այդ օրակարգին ծառայել եւ հասցնել մեր գործը ավարտին։ Իհարկե ԿՊ-ն 38,000-ով ավելացրեց իր ձայները 21-ի համեմատ, անգամ կենտրոնում եւ Արաբկիրում զուտ պես ձայն հավաքելու մեծությամբ ամենաշատը դուք եք հավաքել, բայց հավաքական ընդդիմությունը եթե գումարենք ձեզ անցնում էր, բայց 21-ին ինչքան հիշում եմ, նույնիսկ այդ ցուցանիշով ինչ որ պարտվել էիք, դուք չեք կարող հաշվի չնստել ամեն դեպքում այդ 340,000 պլյուս 140,000 քաղաքացիների ձայների հետ ընդդիմության խորհրդանում հայտնված մասի կես միլիոնի ձայների հետ։ Այդ դուք ինչ որ շտկումներ անելու եք ձեր գործելավոճում, թե ոչ տիկին Վարդանյան։ Նրանք էլ բարձրացրին իրենց քվեների քանակը։ Նախ նշեմ, որ մենք ընդհանուր առմամբ չենք կարող նույնիսկ մեկ ձայնի հետ հաշվի չնստելու տրամաբանությամբ գնալ, էլի, որովհետև այո մենք իշխող ուժն ենք այս պահին եւ նաեւ ձևավորվող կառավարության, այսինքն մենք ենք ձևավորելու կառավարությունը եւ բնականաբար եթե դու երկրի կառավարումը վերցնում ես այդ պատասխանատվությունը, դու պատասխանատու ես բոլոր քաղաքացիների համար։
Ինչ վերաբերում է վերանայելուն ինչ որ բաներ, այս մասով խոսույթը վերանայել, մի քիչ ավելի այսպես հանգիստ մթնոլորտ երկրում ստեղծել։ Ես իլյուզիաներ չունեմ, որ մենք այլևս չենք բարկանա արժանիստերը դիտելիս, դեռ նոր է ձեր հանդիպումը տեղի ունենալու, ենթադրում եմ օգոստոսի սկզբին, բայց այդ ատելության, բռնության մթնոլորտը միգուցե պետք է նվազեցնել, քաղաքական կառավարող ուժը պետք է միգուցե նաև նախաձեռնող լինի։ Ես ձեզ հետ ամբողջությամբ համամիտ եմ, որ բռնության կամ, չգիտեմ, ատելության մթնոլորտը պետք է իսպար հնարավորինս բացակայի, այսինքն գոնե դա էլի, գոնե դա հանրային խոսքում եւ հանրային դրսեւորումներում ուղղակի այստեղ մի կարևոր բան պետք է մենք հաշվի առնենք նաեւ այս ամեն ինչի հետ միասին, որ մենք կարելի ասել ռադիկալ տարբեր թեվեր ենք ներկայացնում, այսինքն իմ տպավորությամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում հայտնվել է ընտրության արդյունքում հայտնվել է երկու թև, մեկը մեր իշխող կուսակցությունը, որ Հայաստանի անկախության եւ բարեկեցության համար է իր հիմնական պայքարը մղում, այսինքն եւ իրական Հայաստանի, այսինքն ողջ փիլիսոփայության արդյունքում մեր անկախ պետություն ունենալու ինքնիշխանությունը հնարավորինս այսինքն ամրապնդելու եւ բարեկեցություն ապահովելու եւ մյուս թևը, որը զուտ ընդդիմադիր է որպես իշխող կուսակցությանը, սակայն օրակարգում որպես այդպիսին որևէ գլոբալ հարց ինքը չի դնում, ինքը անդադ խոսում է ընդդիմություն որպես ինքը խոսում է թե ինչու ԿՊ-ն պետք է հեռանա, ԿՊ-ն պետք է հեռանա։ Սա իրանց օրակարգի միակ հարցն է, որը նաև ունեցել է նախորդ ազգային ժողովի, այս պահին գործող ազգային ժողովի ընդդիմությունը։ Եվ ակնհայտ է դառնում, որ իրենց համար Հայաստանի Հանրապետության են կարևորագույն հարցերը, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության անկախությունը, անվտանգությունը, տնտեսության, չնայած ինչքան էլ իրենք փորձում են այդ քողի տակ թաքցնել իրենց օրակարգը, չկա, իրենց միակ օրակարգը հետեւյալն է՝ հեռացնել ժողովրդի իշխանությունը, վերցնել հետ ժողովրդի ընտրելու իրավունքը եւ ուղղակի կարելի ասել զավթել Հայաստանի Հանրապետության իշխանությունը, էսա։ ՀԱԿ-ը, ԱԺԲ-ն, Սամվել Կարապետյանի ուժը, Հայաստան Դաշինքը, ԲՀԿ-ն 5 ուժեր ՍԴ-ի այդ որոշումից հետո հայտարարություն են տարածել, որ շարունակվելու են քննարկումները, չնայած արդեն նշեցինք, որ նրանք մանդատն են նաև վերցնելու, այ դուք չունեք մտավախություն, որ ընդդիմադիր մեծ կոնսոլիդացիա կլինի, տարբեր ուժեր կմիավորվեն, չգիտեմ, միասնական փողոցային պայքար, 18 թվի կրկնություն եւ այլն եւ այլն։ Մտավախություն ես չունեմ, ես ուղղակի կարծում եմ, որ հրաշալի ժամանակաշրջանում ենք մենք ապրում իրականում, թե ինչպիսի լյուստրացիա է տեղի ունենում մեր հանրապետությունում եւ ակնհայտ է դառնում, թե այսպես ասած տարբեր իբրև թե տարբեր օրակարգեր առաջ մղող ուժերը իրականում մեկ նպատակ ունեն, այն է ոտնձգություն իրականացնել Հայաստանի Հանրապետության անկախության հանդեպ, այն է եւ նաեւ ժողովրդի ընտրելու իրավունքի եւ մեր ժողովրդավարության հանդեպ։ Այս լյուստրացիային պետք է լյուստրացիա բառը իմ հարցից հետո ինչու ձեր միտքը եկավ։ Որովհետեւ դուք նշեցիք մի քանի ուժեր, որոնք որ հանդես են եկել միասնական հայտարարությամբ։ Եվ նաև այնտեղ մի հատ էլ հայտարարություն է կարդացել, որտեղ վճռականորեն դատապարտում էին, չգիտեմ ինչ, հնարավոր է։ Այսինքն ձեզ համար անսպասելի էր ինչը, որ ՀԱԿ-ը եւ Սամվել Կարապետյանը իրար հետ։ Բացարձակ, ոչ, ես ասում եմ, որ դիմակներն են պատրվել եւ այս իրավիճակի հետ մենք պետք է հաշվի նստենք եւ մեր աշխատանքը պետք է լինի մեզ համար ընտրություններից հետո բացվել է պատասխանատվության դաշտ եւ մեր կարևորագույն գործը այս պահին պետքա լինի, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից իսպառ բացակային օտարշահեր մղող ուժերը։ Երևի ձեր այդ անակնկալ գալու բաղադրիչներից մեկն էլ ԱԺԲ-ի անունը այստեղ կարդալն էր։ Ժիրայր Սեֆիլյանը օրեր առաջ այստեղ էր եւ ինքը ասում էր, որ Ռուսաստանի ազդեցությունը այստեղ նվազում է եւ իրենք Սամվել Կարապետյանի մեջ տեսնում են հակաթուրքական կամ Թուրքիայի զավթման
դեմ պայքարի առաքելություն եւ եթե ճիշտ օրակարգ ձևակերպի այս դիմադիր կոալիցիան իրենք համագործակցության տեղ տեսնում են, այսինքն Հայաստանի թրքացման, այսպես ասենք, վտանգն է այդ մարդկանց ինչու է ծիծաղում։ Ծիծաղում են, որովհետեւ այդ կեղծ օրակարգը, որը որ ձևավորել են ընդդիմադիրները իբրև թե Հայաստանի թրքացումը որն է եւ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մենք ասում ենք ինչ աշխատանք ունենք անելու, աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետության հանրության հետ խոսելն ու հաղորդակցվելն է, որ առայն որ եթե կան քաղաքացիներ, ովքեր այդ թրքացման օրակարգին հավատացել են, որ կարող է քաղաքացիական պայմանագիրը որևէ թրքացման, չգիտեմ, ադրբեջանական եւ մնացած օրակարգեր առաջ մղելու համար է այստեղ խոսենք եւ բացատրենք ժողովրդին, չնայած ժամանակը ինքն էլ ցույց կտա հաշվի առնելով բոլոր այն մտահոգությունները, որոնք այս ամբողջ ընթացքում, հա, պատերազմից հետո մասնավորապես մարդկանց էմոցիոնալ ֆոնը օգտագործելով հնչել են, որ միջանցք են տալիս, Սյունիքն են տալի, եկեղեցին են տալիս, էլ չգիտեմ հիմա էլ 300,000 ադրբեջանցի են բերում, ժամանակը ինքը ցույց է տալիս, չէ՞ որ որտեղ կար ճշմարտություն, արդյոք այդ ասածներից որևէ մեկի մեջ թե չկար։ Ակնհայտ է, որ չկար։ Եվ կարծում եմ քաղաքացիները, այն քաղաքացիները, ովքեր մոլորեցվել են այս խոսույթների արդյունքում, կնայեն հետ եւ կհասկանան, որ նման բան չկա։ Ծառուկյանի կենթանաբանական այգու տարբեր կենթանիներ արգրաված են այդ բառը օգտագործենք առյուծներ, վագր, ինչու։ Սա քաղաքական վրեժխնդրություն չի։ Եկեք Ես կարող եմ հիշեցնել հեռուստադիտողներին քարոզչության փուլում Ծառուկյանի եւ Փաշինյանի միջև հայտնի բանավեճը վարչապետը արձագանքել էր Ծառուկյանին հայտարարության, որ եթե կամ վարչապետը թողապացուցի, որ ես գործակալ եմ, կամ թող գա մտնի իմ որց առյուծի բույնը, իսկ վարչապետը նրան արձագանքել էր պատրաստվի, որ վանդակում ես ողջ կյանքդ անցկացնելու, հետ էլ որց կլինի անպայման խոստանում եմ, ես ներողություն եմ խնդրում սա հիշեցնելու համար, բայց ձեր ընտրած քաղաքական գործիչներն են այս բառապաշարը օգտագործել։ Հիմա արգրավեցին առյուծները, Ծառուկյանը կանգնած է կալանքի վտանգի առաջ, սա արդյոք վարչապետի անձնական վրեժխնդրությունը չի։ Եկեք առյուծով կամ քնած առյուծներով չշեղենք այն հիմնական պատճառը, ինչու է Գագիկ Ծառուկյանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, որովհետև կարծում եմ այն պատճառները շատ ավելի լուրջ են, նկատի ունենալով այսինքն գնացել էին ինչի հետևից եւ այո, եթե արդյունքում նաեւ հայտնաբերվել են կենթանիներ, որոնք ենթադրենք օրենքի պահանջին համապատասխան չեն պահվում կամ կենթանիներ, որոնք սպանված են եւ կարիք կա, օրինակ եմ ասում, ես չգիտեմ էլի, այտենց գործին ծանոթ չեմ, բայց օրինակ ապացուցելու, որ դա ինչ իրավական օրինակ, հա, ապօրինի ա եղել որսը թե օրինական, այս մասով չշեղենք, որովհետև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանքը առաջադրված է փողերի լվացման մասով եւ որոշ քաղաքացիների, եթե չեմ սխալվում, Իրանի այո, քաղաքացիներին խաբեությամբ ինչ որ գումարներ վերցնելու եւ այդ գումարներն էլ հետո հետագայում հապշտակության մեջ է մեղադրվում, հետեւաբար խնդրում եմ այդ առյուծով բան չանենք, էլի թեման չշեղենք, հա, բայց առյուծը սիմվոլիկ էր, ամեն դեպքում վարչապետը ուզեց ասել, որ եղբայր այն առյուծները, որոնց հետ փորձում էր ինձ մեկուսացնել, նրանք կհայտնվեն կենթանաբանական այգում, այսինքն իշխանությունը միայն ինձ է պատկանում, այո, ուղերձը դա էր արդյոք։ Ես չեմ կարծում, այդտեղ սիմվոլիկայի հարց կա, իմ տպավորությամբ այդտեղ օրենքը գործելու հարց կա։ Հա, բայց այս բանավեճից հետո արգրավել է առյուծները։ Դե կներեք, հիմա այդ մարդու միակ բանը, որով ինքը հպարտացել է, դա վանդակում պահվող իր կողմից պահվող առյուծն ա եղել եւ ըստ երևույթին նաեւ այն սպանված կենթանիները, որոնք ես ասենք այդ տեսանյութում տեսա։ Հիմա այդ մարդու թեման դա է, հիմա եւ հերիք չի դա արելա, մի հատ էլ հպարտանում է, որ նման բան արե, մի հատ է դրանցով մարդկանց ինչ որ փորձում է քաղաքական բանավեճի մեջ սպառնել։ Սա դուք հասկանում եք, չէ՞, մենք այս որ դարում մենք ինչից ենք խոսում։ Տիկին Վարդանյան, 8 տարի իշխանության եք, ինչու իմ այս հարցը ձեզ անընդհատ հետապնդում է, հասկանում եք, բոլոր դեպքերում։
այս գործը մենք վաղուց նկարել ենք մի ռեպորտաժ, թե ինչպես է Ծառուկյան այդ սպաված կենթանի միջավայրում իրեն լավ զգում եւ այլն ցուցադրում ինչ-որ մի բլոգերուհու եւ այլ կար վարույթ, բայց դրանք հասկանում եք այդ քրեական գործեր, չգիտեմ, ազատազրկման միջնորդությունը եւ այլն ներկայացում են դատան այն ժամանակ, երբ որ դուք խնդիր ունեք այդ գործի հետ, էլի մի տեսակ վրեժխնդրության հոտ է գալիս։ Այս նախադասություն ես էլի եմ կրկնել նախորդ այլ դեպքերով։ Ինչու դրանք ժամանակին հանգուցալուծում չեն ստանում եւ Ծառուկյանի օրինակ Կալանքի հարցը դատանը քննարկում է այն ժամանակ, երբ որ հենց նոր ԲՀԿ-ի ճակատագիրը որոշվեց, ՍԴ-ն ըստ էության մերժեց ընդդիմադիր ուժերի բողոքները եւ ԲՀԿ-ն ԱԺՄ չի հայտնվել, այսինքն այս գործողությունների շարունը քաղաքական վրեժխնդրության հոտ է առաջացնում առնվազն։ Այսինքն ձեր ասածով դուրս է գալիս, որ Իրանի քաղաքացիները ումից փող էր հափշտակել։ Ավելի շուտ անային այդ քրեական գործը։ Գիտեք, ես վստահ եմ, որ այդ քաղաքացիները եթե դիմել են, չգիտեմ ոնց է գործը եղել, էլի, այսինքն այդ քաղաքացիները դիմել են, գնացել են ինչ-որ նախաքննություն կամ այսինքն փաստաթղթեր, դիմումներ հավաքել եւ այլ եւ եկել այսինքն հանգել այն բանին, ինչին հանգել է, հա, իրավիճակին։ Հիմա դուք ասում եք քաղաքական վրեժխնդրություն կներեք, էլի, այսինքն հանցագործություն, իսկ դուք չեք կարծում, որ ոչ թե սա քաղաքական վրեժխնդրություն է, այլ Գագիկ Ծառուկյանը, ինչու՞ չէ, նաև Նարեկ Կարապետյանով մանդատները վերցնելիս ասում էր, որ մանդատը դա ինչ է դեպի կալանավայր, տոմս է դեպի կալանավայր։ Իրենք շատ լավ գիտեն իրենց գործած հանցանքները եւ քաղաքական դաշտը դա լավագույն տեղն է թաքնվելու եւ հետո ասելու, որ սա քաղաքական բռնաճնշումներ են։ Այս մարդիկ գիտակցաբար, իրանք գիտեն, չէ, իրանք ինչ են արել։ Հափշտակողը գիտի, որ հափշտակել է, օրինակ եմ ասում, կամ որևէ հանցանք գործողը գիտի, որ ինքը այդ հանցանքը գործել է։ Եվ Հայաստանի Հանրապետությունում այդ քաղաքական հովանոցի տակ բանանելը, թաքնվելը, ամեն անգամ քաղաքականությունը վահան սարքելը հանցագործների համար, սա դառել է բան, այնց ավանդույթ բարի։ Տիկին Վարդանյան, ես կասկածի տակ չեմ դնում այս քրեական գործերի փաստական հենքը, որովհետև ես քննիչ չունեմ օպերատիվ եւ այլ ընտրանքային տեղեկություններ, որ կհերքեի, թող գնան փաստաբաններ դատանում պարզեն ինչ է տեղի ունեցել։ Իմ ասած այն է, որ այս բումերը քրեական գործերի կալանավորումներ, ազատազրկումներ տեղի են ունենում ձեր եւ ընդդիմության սուր արճակատումների ժամանակ։ Օրինակ Քոչարյանին էլի ինչ որ մի հատ մեղադրանք առաջադրվեց, մեկ-մեկ թվում է ձայնը ասկավառական, հատ պտտվում է։ Իսկ թվում է Ծառուկյանին որ ժամանակ հետո էլի կազատեն այս լարումներից հետո թվում է թե սա քրեական գործերը եւ քաղաքական գործերը իրար համահունչ են գնում, այսինքն մեկը մյուսով պայմանավորված են։ Խելոք չմնացիր քրեական գործ կառուցվի, միգուցե փաստահեն, այո, բայց դա պահվում ինչ որ մի պահի օգտագործվում է, չէ՞։ Հրաշալի կարծիք ունեք մեր քաղաքական ուժի մասին, Ռոբերտ, եւ այդ թվում նաեւ ոնց որ պայծառատեսությամբ եք բանանում, ասում եք ինձ թվում է բաց կթողեն կամ չգիտեմ ինչ։ Ես ենթադրություններ անել չեմ կարող, ձեր իշխանության բայց ես մի բան գիտեմ, մենք էլի հարցին մոտենում ենք այն տեսանկյունից, որ քրեաօլիգարխիկ համակարգը դա Հայաստանի Հանրապետությունում ներդրված համակարգ է, որը հրաշալի գործիք է եղել, որով կարելի կլինի բանանել կառավարել Հայաստանի Հանրապետությունը եւ քրեաօլիգարխիկ համակարգի արմատախիլ անելը դա մեր նախընտրական խոստումներից երևի թե ամենակարևորներից է եղել, որովհետեւ չի կարող նման հիվանդությունը տարածվել Հայաստանի Հանրապետությունում, որն էլ խոցելի է դարձնում Հայաստանի Հանրապետությունը եւ նրա անկախությունը։ Եվ այն, որ իրավապահ համակարգը շատ ավելի ակտիվ է գործելու այս ընտրություններից հետո, դա ակնհայտ է, որովհետեւ այն քվեն, որը ստացել է այդ օրակարգը, ուժը չեմ ասում, հա, այդ օրակարգը, դա նաև ազդակ է իրավապահ համակարգի համար, որովհետև իրավապահ համակարգն էլ է հասկանում, որ ինքը պիտի հանրության պահանջին արձագանքի։ Ասեմ ավելին, եթե մենք վերցնենք մեր նախորդ տարիները, մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, որտեղ դատաիրավական համակարգի
այսպես կամ այնպես աշխատելու պարագայում հարցականներ են ցակել, թե ոնց կարող էր, ասենք, այսինչ գործով, այսինչ մարդը ոնց կարող է ձեր իշխանությունորոք արդարացնել։ Օրինակ, հիմա դուք իրար հակասող բաներ եք ասում, դա ստացվում է, որ այն պահին, երբ օրինակ եմ ասում, արդարացվում է, ասում եք դուք համակարգով պետք է փոխի, դիքե Վարդանյան։ Համակարգը մենք պետք է փոխենք եւ այս մասով ես ելի եմ ասում, դա իրավական բարեփոխումների մասով, այդ բարեփոխումների հապաղման մասով մեղադրանքը ամբողջությամբ ընդունում է եւ սա առաջին անգամ չի որ ասել եմ։ Շնորհակալություն անկեղծության համար։ Տեսեք, թվում է թե գործ անելու փոխարեն ձեր քաղաքական ուժը ավելի շատ արդարացման նարատիվներ է փնտրում, հա։ Օրինակ դուք ասում եք ապամոնտաժելու ենք քրյա օլիգարխիկ համակարգը։ 3 դեռ պետք է ապամոնտաժեք։ Իմ ասածը ոչ թե այն է պահպանեք այդ սուրբ կովը, որ մենք պաշտենք եւ ընտրակաշառքներով գնապետություն զավթելու փորձեր անի, դա իրապես հակատրամաբանական է։ Ասածս այդ է, որ 3 անեք վարչապետը ասում է արդարադատական համակարգը հասանելի է էլիտաներին, հանելուկ։ Ինչպես եք այդ արդարադատական համակարգով արմատախիլ անելու օլիգարխիային, այն դեպքում, երբ որ այդ արդարադատական համակարգը հասանելի է էլիտաներին, այսինքն այն չաքուչիկը, որ վերցրել եք դատաիրավական համակարգ, լոյալ է նրանց ում գլխին պետք է իջնի։ Ռոբերտ, դուք ուզում եք, որ ես հիմաց այս բանը ասեմ, այս քայլերի հաջորդականությունը որն է լինելու, որպեսզի այդ բարեփոխումները տեղի ունենան, այդ հարցն է, ձեզ Սրբույր Գալյանի կհրավիրեմ եւ հա, ուզում եմ ասել, դա իմ բանը չի, էլի մասնագիտական կարողություններ չեն բավարարի այդ հարցերին պատասխանել։ Հետևաբար երբ ասում եք քաղաքական տրամաբանությունը դրա մասով կարծեմ վարչապետը, կարծեմ չէ, հստակ վարչապետը ազգային ժողովում էլ հայտարարություն արեց, երբ ասեց, որ Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը այսօր մեզ թույլ է տալիս ամբողջությամբ զբաղվել այդ համակարգի արմատախիլ անելով եւ հետեւաբար երբ խոսում եք արդարացումներից, այստեղ արդարացումներ չեն, այստեղ պատասխանատվության հարց է մեր պետության անվտանգության եւ մեր քաղաքացիների հանդեպ, էսա Եվ մենք 5 տարի հետո Եվ բնականաբար երբ դուք այդ ընթացքում ինչ որ հարց եք տալիս, որը կարող է խաթարել նաև այդ համակարգը անվտանգային, բնականաբար ես այլ բան չունեմ անելու, քան ձեզ պատասխանել, այսպես ասած, արդարացողի տեղից։ Դիրքերից, այո։ Դե ամեն դեպքում դուք 18 թվականին խոստացել եք անցումային արդարադատություն։ Այ եթե դուք դա անեիք, Տիկին Վարդանյան, ես էլի հասկանում եմ, որ դուք իրավական բլոկից չեք, զուտ քաղաքական պատասխանատու։ Եթե դուք դա անեիք, այս մարդիկ չեն ասի մեզնից քաղաքական վրեժ է լուծում։ Գիտեք ինչու, որովհետև այն ժամանակ բոլորը հայտնի է, չէ՞, որ տարիներ շարունակ քվեներ են գնել այդ մարդիկ, եւ դուք նրանց մեղադրում եք հիմա էլ գնելու կամ գնելու փորձերի մեջ։ Երբ որ նաև իրավական, քաղաքական այլ գնահատականներ տրվեն, այսինքն կուսակցությունները պատասխանատվության կանչային զանգվածային ընտրակեղծիքների մեջ այդ մարդիկ երես չեն ունենա ընտրությունների գնալ, հասկանում եք, դուք ընտրակեղծարներին պոտենցիալ կամ նախկին կամ ապագա դարձնում եք ձեր քաղաքական մրցակիցը եւ հերոսորեն հաղթում եւ խոստանում ապամոնտաժել այդ համակարգը։ Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, որովհետև դուք ինչ-որ տենց կոնսպիրոլոգիական տեսանկյուն եք հայտնում, որը հեչ նման չի մեր քաղաքական ուժին, ավելին ասեմ, մենք ինչ արել ենք, թափանցիկ ենք արել առանց որևէ սեթևե թանկի, որևէ մեկի հետ որևէ բան պայմանավորվելու կամ որոշելու, որ արես մեկին սենց անենք, այդ ինչ որ դուք եք նկարագրում, էլի։ Չէ, գնեք, եթե այդ կուսակցությունները հնարավորություն ունեն մասնակցել ընտրություններին, դուք խոսում եք 2018 թվականից, եկեք հիշենք, որ 2019 թվականին ձևավորվել է ազգային ժողովը հեղափոխությունից հետո։ Հունվարի 14-ին, եթե չեմ սխալվում։ Այո, ձևավորվել է ազգային ժողովը, որից մի տարի անց մենք ունեցել ենք պատերազմ։ Այսինքն COVID-ը եւ միանգամից պատերազմը։ Այսինքն ընդամենը մի տարի ու կես երևի նույնիսկ շունչ չքաշած քաղաքական ուժին, դուք ասում եք, այ դուք էս պետք է անեք, պետք է անեք, այդ ներողություն։ Ես կարող եմ հիմա այդ 8 տարին հատ ձեզ այդ տարիներով անցնել եւ դուք կտեսնեք, ինչպիսիք են եղել մարտահրավերները, որոնք ծագել են Հայաստանի Հանրապետության առջև այդ ընթացքում։ Եվ ինչպես ենք մենք կարողացել
բանը 2020 թվականի պատերազմից հետո 23 թվականի 22 թվականի 23 թվականի այդ ամբողջ այդ դեպքերից հետո նավարկել ու Հայաստանի Հանրապետությունը այսօր հասցնել այս իրավիճակում, երբ որ եվրոպական, ասենք, երկրները համաժողովը բանը Հայաստանի Հանրապետությունում են գումարում։ Եկեք այս ամեն ինչը, երբ մենք ինչ որ մի թեման վերցնում ենք դետալային եւ ասում ենք այս մի հարցը դուք խոստացել եք եւ դուք չեք արել։ Համակարգային չեք էլ ուզում տալիս։ Ես կարծում եմ դուք ձեր հարցը համակարգային չի։ Համակարգային է, համակարգային չի, ձեր խոստումը կատարեիք, եթե դուք ձեր խոստումը կատարեիք, անցում են այդ կուսակցությունները դուրս կմղվեն քրյա օլիգարխիան ապօրինի փողով, դուրս կմղվեն քաղաքականությունից։ Գիտեք ինչ ասում եք, եթե դուք էս անեիք, իսկ եթե էս էլ չանեիք, այդ մի քիչ այդ ենթադրությունների դաշտ չգնանք։ Շատ լավ, եկեք տնտեսական մի երկու հարցել, Եվրամիությունը ազատ շուկայի բանալի է տալիս Հայաստանի Հանրապետությանը եւ վարչապետը Ռուսաստանում հանդիպում է ռուսական վարչապետին, մենք ուզում ենք մնալ ԵՏՄ-ում, ասում է Հայաստանի վարչապետը ամեն դեպքում ակնկալիքը դա էր, նաեւ Միշուստինը ասում էր, որ մենք ակնկալում ենք, որ ձեր կառավարության օրոք դրական կընթանան հարաբերությունները ու ռուսական կապիտալը խնդիր չի ունենա Հայաստանում, մինչդեռ նախկինում հիշում ենք հեծի եւ երկաթուղու մասով նույն ռուսական կառավարությունից մտահոգություններ են եղել, որ մեկը կոնցեսիայի մասով, մեկը հեծի ճակատագրի, ինչ է կատարվում հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում, արդյոք կարելի ակնկալել, որ Ռուսաստանը այդ պատժամիջոցները կամ սահմանափակումները կդադարեցնի։ Ես կարծում եմ դա աշխատանքային process է, որը պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների եւ մյուս կողմի ներկայացուցիչների միջեւ եւ այո, կարծում եմ, որ կարևորը կամքն ու պատրաստակամությունն է շուկայում, այսինքն գործելու եւ հարաբերվելու եւ հետեւաբար իմ տպավորությամբ, եթե այդ կամքը երկկողմանի է, ապա բոլոր հարցերը լուծելի են։ Երկկողմանի է այդ կամքը։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, ես կարող եմ պատասխանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է աշխատել այդ ուղղությամբ։ Իսկ կան որոշակի գնահատականներ Հայաստանի տնտեսվարողները, պես լուրջ վնասներ կրել են, չգիտեմ, գյուղմթերք արտադրողներ, արտահանողներ, թե հնարավոր եղել է որոշակի ռիսկերի կառավարում իրականացնել։ Ռիսկերի կառավարումը բնականաբար հնարավոր եղել է եւ իրականացվել է, բայց ես այսպես քանի որ թվեր չունեմ իմ առջև, չի ուզենա ինչ-որ բան հնչեցնել, էլի պատասխաններ ռադիկալ, որ այո, ունեցել են կամ ոչ չեն ունեցել վնասներ, հետեւաբար այդ հարցին չեմ կարող այս բան պատասխանել։ Շնորհակալություն, քաղաքացիներ երբ սպասեն նոր ազգային ժողովի աշխատանքներին։ Օգոստոսի սկզբից մենք ունենանք նիստ հենց 2-ին, եթե չեմ սխալվում, եւ կսկսի արդեն ձևավորվել, կընտրվեն ընտրություններ կլինեն, այսինքն կձևավորվի ղեկավար կազմը ազգային ժողովի, այո, եւ ինչպես նաեւ հետո արդեն հանձնաժողովները եւ ըստ դրա արդեն խոսքով արձակուրդ կմեկնարկի աշխատանքը։ Օգոստոսյան արձակուրդ ոչ ցավոք չենք ունենալու։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ծովինար Վարդանյանին։